Ես երբեք սպասելու 26 թվականի ընտրությունից սպասելու կողմնակիցը չեմ եղել։ Եվ զարմանում եմ բոլոր նրանցից, ովքեր սպասում են։ Մի կողմից ասում են, որ Նիկոլի իշխանության ամեն օրը վնաս է տալիս մեր երկրին, հետո ասում են, եկեք 365 օր սպասենք, մինչև մյուս ընտրությունները կգան, կհասկանանք, թե ոնց են հաղթում։ Ըստ էության չեն ասում սպասում ենք, բայց գործընթացներ էլ չեն ծավալում։ Ոչ միայն չեն ծավալում, այլ նաև Նիկոլին հեռացնելու այլ գործընթացներ, օրինակ impeachment-ի գործընթացին խանգարում են։ Դե ասում մենք կտանք պատգամավորներ 28։ Դե հիմա կտանք կտեսնենք։ Ձեր հարցը նրա մասին էր, ինչ պետք է անել, ես կարծում եմ, որ պետք է օգտագործել թեկուզ 1%-անոց հավանականություն ինչ-որ հաջողության հասնելու, ինչ-որ իրավիճակ փոխելու, պետք է կարճել այդ 1%-ից եւ ամեն ինչ անել, որպեսզի այդ 1%-ը դառնա 51։ Այդքան բան։ Կլինի մոտ օրերս առաջիկա օրերին վարչապետի տեխնացու կամ այդ impeachment-ի գործընթացի զարգացումը կլինի, ուրեմն պետք է կարճել այդ գործընթացից եւ ամեն ինչ անել, որպեսզի րոպե առաջ, ժամ առաջ Փաշինյանը հեռացվի այս իշխանությունից։ Հակառակ պարագայում ես ձեզ ասել եմ, ձեզ չէ, բայց լրատվականների մի քանի անգամ խոսել եմ, հակառակ պարագայում մենք շուտով կտեսնենք եւ եկեղեցու քայքայում, ընդ որում ամենացինիկ ձևով, հա, զուտ մտնեն եկեղեցիներ, ուժայինները։ Հիշում եք, այդպես կան կարմիր բերետներով, հաստ ձեռքերով զոհվածների ծնողներին են քաշքշում, աղջիկ տղա չեն նայում բոլորին, այ դրանք։ Առաջիկայում նույնիսկ այդպիսի դեպքեր կարող են լինել, կարծում եք, տեսարաններ լինեն։ Մտնելու են եկեղեցիները, հոգևորականներին դուրս են բերելու այնտեղից, եթե մենք սպասենք 26 թվականի ընտրություններին։ Դրանից հետո լինելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որ Հայաստանի կապիտուլյացիան է լինելու է, գալու են դա էլ են հաստատելու։ Էլի ինչ որ բաներ կլինի։ Այսինքն քրեական գործեր հարուցվեն։ Իմ երևակայությունը չի։ Կալանավորումներ լինեն։ Դե հա, դա ինչ, դա արդեն կա, դա քանի տարի է կա, դա նորություն չի։ Բայց իմ երևակայությունը անկեղծ եմ ասում չի բավականացնում ասելու թե էլ ինչ կարող է լինել։ Դուք կմտածեիք, որ կաթողիկոսի դեմ նման արշավ կսկսվի։ Առասարակ այդ հայտարարությունը ես վարչապետը բոլորը մտածում են որ ֆեյք է դա Փաշինյանը չի գրել։ Բոլորը ստուգում էին այդ էջը որ արդյոք իսկապես ինքը այդպիսի բան է գրել։ Ես էլ էի ուզում ստուգեմ, բայց պարզվեց ինձ բլոկել է։ Երկրի վարչապետը բան է, չէ, իր Facebook-յան էջում ինձ բլոկել է, ես նոր չեմ իմացել, բայց պարզվում է դա էլի ժողովրդավարություն, խոսքի ազատություն եւ այլն։ Բայց դա դեռ մի կողմ, իսկապես բաներ կա, որ աներևակայելի եւ անպատկերացնելի է։ Մարդ պետք է հիվանդ երևակայություն ունենա, մտածելու համար թե հաջորդ այն շոկային բանը ինչ կարող է լինել։